Ինչ է կարծում Հայաստանի մարդու իրավունքները պաշտպանված են։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ։ Ինչն է խնդիրը, որ Մարել մարդիկ փախնում են այստեղից, որտեղ իրենց իրավունքները պաշտպանված չեն։ ինչն է բայց խնդիրը, որ պաշտպանված չեն։ Ինչն է խնդիրը, ամեն մի ոլորտում խնդիր կա։ Ամեն մի ոլորտում, որտեղ որ գնաս, պաշտպանված չես, միևնույնն է։ Ոչ, Ինչու։ չեմ կարող ասել, բայց պաշտպանված չեն։ Իսկ ինչ է կարծում Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Ծանոթ չեմ նրա գործնեությանը։ Ոչ։ Իսկ ինչ է կարծում, ո՞րն է խնդիրը, որ պաշտպանված չեն։ Այլի պաշտպանված չեն, չգիտեմ խնդիրը որն է։ Ինչ է կարծում Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Չեմ ճանաչում դրան։ Ճիշտն ասած, չեմ էլ ուզում ճանաչել։ Չէ, պաշտպանված չէ։ Ինչ է կարծում խնդիրը ինչու՞ն է, որ պաշտպանված չէ։ Խնդիրը կառավարության մեջ է։ Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան ձեր կարծիքով իր տեղում է։ Չի ես ասում։ Առանձնապես ոչ։ Ազատության խոսք կա, կարող ես ինչ ուզենաս ասես, բայց երբ որ քեզ պատժեն, ոչ մեկն էլ պաշտպանված չեն, չէ։ Իսկ ինչ է կարծում Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Ճիշտն ասած, այդ մի հարցին չեմ կարող պատասխանեմ, այդքան լավ չգիտեմ իրան։ Абսոլютно պաշտպանված չեն։ Ինչն է խնդիրը։ Չգիտեք դուք։ Ես ուշիմ խայտարակ տեղ ենք մենք ապրում, այս էլ ասեմ իմանաք։ Իհարկե ոչ։ Չէ, Ինչու։ Ինչն է խնդիրը։ ուր է ինչ իրավունք։ Կարծում եմ ոչ։ Ինչն է խնդիրը, որ պաշտպանված չեն։ Դե եթե մեկ օրինակով խոսեմ, երևի չեմ կարող ասել, հիմա ուղղակի քանի որ հարցը մի փոքր անակնկալ է, բայց ամեն դեպքում շատ տեղերում բազմաթիվ խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում։ Եվ շատ կոնկրետ օրինակներ էլ կան, իհարկե մասնարարապես համացանցում, հիմա ուղղակի այս պահին ես մտքերով ընկած, բայց հաստատ լիարժեք պաշտպանված չեն, դա կարծում եմ միանշանակ է։ Իսկ ինչ է կարծում Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Դե գիտեք, մի երկրում որտեղ ասենք քաղաքական աշխատանքը այնքան էլ լավ չի կատարվում եւ ժողովրդի բավականին մեծ մասը դժգոհ է կառավարությունից, այստեղ մարդու իրավունքների պաշտպանման գործընթացը այնքան էլ հեշտ չէ տանելը, որտեղ տարբեր տեղերում, տարբեր հիմնարկություններում, տարբեր հացադներում այդ խնդիրը առաջանում է ու մեկ մարդու գրասենյակի միջոցով բոլորին հետևել ու ամեն ինչը պաշտպանելը պարզապես շատ անհավանական է ինչ-որտեղ։ Դրա համար հիմա կոնկրետ մեղադրել ինչ-որ մեկին չկատարված աշխատանքի համար չեմ ուզում, բայց այն, որ իրանք էլ խնդիր ունեն իրենց աշխատանքի հետ կապված, որտեղ ելել եմ կրկնում, խնդիրները բազմաթիվ են։ Հայաստանը այսօր ինչ-որտեղ հոգեբանական անճնշման տակ է, ինչ-որտեղ ժողովուրդը ընկճված է, թե հայտնի պատճառներով ինչ-որտեղ բոլոր արդյունքներն հիասթափված են, անտարբեր են, ժամանակին ժողովուրդը եղել է հպարտ, ուրախ, բայց այնքան հպարտ ասացի, որ այդ ամեն ինչը մենք հիմա կորցրել ենք արդեն։ Հայաստանում, որ Հայաստանում, որ Հայաստանի մասն է խոսքը։ Այս ասելով ինչ հասկանանք, իրական, պատմական, որ Հայաստանի մասն է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի մասին։ Այո։ Իսկ Անահիտ Մանասյանը իր տեղում է որպես մարդու իրավունք։ Այո։ Չէ, ոնց որ չէ։ Իհարկե պաշտպանված են։ Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Անուններով ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները սարսափելի կերպով ոտնահարված են։ Այստեղ մարդը ոչ արժեք ունի, ոչ գնահատանք։ Չի գնահատում այստեղ մարդը։ Դա ցավալի բան է, բայց եզակի երկրներից է, որտեղ չի գնահատում։ Ոչ շնորհակալություն են հայտնում եւ ոչ մի բան բացարձակապես։ Իսկ ինչ է կարծում Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Բացարձակապես իր տեղում չէ, գաղափար չունի ընդհանրապես մարդ էակից, մարդ տեսակից գաղափար չունի ու զարմանալի է, որպես այդ անգաղափար տեսակները այսօր հայտնվել են այնտեղ, որից ոչ մի բան չեն հասկանում, ոչ մի պատկերացում չունեն անգամ։ Ցավալի է դա, բայց մեր օրյա իրականությունը դա է։ Մենք երբ սթափվենք եւ հասկանանք, որ սա մենք գաղջի մեջ ենք, վերջո էլի գորշության մեջ ենք, վերջո մի օր պիտի գա որ այդ գորշությունը մենք
մեր գիտակցության բարձրագույն վերացնենք, մեր հասարակությունը պիտի սթափվի, պիտի գիտակցության գա, որ այսօր անտերության է մատնված, անգիտակից մարդկանց պատճառով։